Խոստովանություն հաղորդաշարի տաղավարում երգիչ հաղորդավար Շոումեն Սամվել Գրիգորյանն էր, Star News-ը հետևեց զրույցին։ Սամվելը դպրոցն ավարտելուց հետո չի ծառայել, քանի որ ուներ առողջական խնդիրներ։ Ծնողներս արեցին ամեն բան, որպեսզի ես չծառայեմ, չեմ ծառայել և դրա փոխարեն աշխատել եմ։ Լինելով Նադեժդա Սարգսյանի դպրոցի սան, կարոտում և զգում է նրա կարիքը։ Շատ սիրում ու կարոտում եմ, երբեմն կարոտս առնում եմ Էմմիից։ Ժամանակ առ ժամանակ մեր կյանքում կարևոր ու լավ մարդկանց ենք կորցնում։ Կարոտը սկսում է խեղդել ու խեղդել։ Սամվել Գրիգորյանը խոսեց ընտանիքից։ Շատ արագ ստացվեց ամուսնությունս, 19-20 տարեկան, 21 տարեկանում արդեն պապա էի։ Պատրաստ չէի հոգեբանորեն, որ պետքա պապա դառնամ, բայց փառք Տիրոջը, ինձ մոտ շատ լավ ստացվեց, որովհետև ընտրությունը լավն էր։ Ես ու կինս երիտասարդ էինք, մամա ստեղծեց պայմանները, որպեսզի մեզ մեծացնի, դաստիարակի և տեսակավորի։ Ծնվեց առաջնեկս, Նարեն, 2 տարի հետո կորցրեցինք մի բալիկ։ Նարեից 4 տարի տարբերությամբ ծնվեց Նարեկը, որդիս։ Խոսելով ծնողների կորստից և կարոտից նա նշեց. Չստացվեց իրենց մոտ, 12-13 տարեկան էի, ամուսնալուծվեցին։ Մենք 3 երեխաներով մնացինք մամայի հետ, հայրս ապրում էր հորաքրոջս տանը։ Մեր կապը շատ քիչ էր, պակաս էր։ Անցան տարիներ, մի օր հորաքույրս զանգահարեց, ասեց Սամվել, պապան լավ չի։ Այդ օրն իմ կյանքի ամենաբարդ օրերից մեկն էր։ 12 տարի հետո, նույն օրը, նույն ամսին, նույն ժամին մաման մահացավ։ Դա էլի մեծ հարված էր ինձ համար, էն ժամանակ փոքր էի, չկարողացա իրենց միացնել։ Մահանալուց հետո դա կարողացա անել, Էջմիածնից տեղափոխեցի և մամայի կողքը պապայի գերեզմանը սարքեցի։ Հիմա իրանք միասին են։ Նշենք, որ երգիչ հաղորդավար Սամվել Գրիգորյանը 2017 թվականին դարձել է 48 տարեկան և այդ առիթով հարցազրույց է տվել Այսօր AM-ին։ Նա կեսկատակ, կեսլուրջ նկատել է, եթե տարիքը կանանց վախեցնում է, ապա տղամարդկանց դեպքում հակառակն է, ուրախացնում է։ Տարիքի հետ տղամարդն առավել իմաստուն է դառնում, քանի որ կյանքն իր հետ տարբեր իրավիճակներ է բերում, որոնք տղամարդուն տեսակավորում, ձևավորում են։ Տարիներն ավելի խելացի են դարձնում յուրաքանչյուրիս, ամեն դեպքում ես նման զգացողություն եմ ապրում։ Սամվել Գրիգորյանը չի թաքցնում, նվերներ տալուց շատ ուրախանում է, նաև նվերներ ստանալիս։ Ժպիտով նկատում է. Արդեն ստացել է շատ նվերներ ու դեռ պատրաստվում է ստանալ։ Տոնական երեկոն առջևում է, հյուրերն առանց նվերների չեն գա։ Բայց իմ կյանքի լավագույն նվերն իմ ընտանիքն է, լավ կին, լավ երեխաներ, համերաշխ ու խաղաղ մթնոլորտ։ Նյութականը միայն պահի համար է, այն կյանքը հետաքրքիր չի դարձնում, կյանքի միակ հետաքրքրությունը ընտանիքն է։ Սամվել Գրիգորյանի մոտ ամենաշատը տպավորվել է 1988-ի ծննդյան տարեդարձը։ 19-ամյա երիտասարդն այդ օրը բոլորովին այլ պլաններ ուներ, սակայն ամեն ինչ վայրկյանների ընթացքում փոխվեց։ Դրանից հետո նրա տարեդարձը երկար տարիներ նշվում էր դեկտեմբերի 8-ին կամ 9-ին, բայց ոչ երբեք դեկտեմբերի 7-ին։ 1988 թվականին նախապես պատրաստվել էինք, որ երեկոյան պետք է նշենք ծնունդս։ Բայց այն, ինչ եղավ, առավոտյան բնականաբար փոխեց ամբողջ ընթացքը։ Այդ օրվանից սկսված տևական ժամանակ ծննդյանս օրը փոխել էի, քանի որ Հանրապետությունում Սուքո օր էր հայտարարված։ Բայց արդեն մի քանի տարի է ճիշտ նույն օրն եմ նշում։ Վերքերն ինչ-որ չափով թեթևացան, բուժվեցին ու ավելի հանգիստ ենք նայում այդ հարցին։ Դեկտեմբերի 7-ն ինձ համար կրկին իմ տոնն է ու կարծում եմ այս օրը պետք է շատ բալիկներ ծնվեն, որպեսզի ողբերգության պատճառով առաջացած պակասը լրացվի։ Ինքն իրեն ու բոլորին միայն մեկ մաղթանք ունի՝ ապրել խաղաղ երկնքի տակ։ Խելացի մարդիկ, ողնաշար ունեցող տղամարդն ամեն ինչի կարող է հասնել։ Թող լինի միայն խաղաղություն, որպեսզի բոլորս հանգիստ լինենք։ Դուք ամենապահանջված հանդիսավարներից մեկն եք, հետաքրքիր է, թանկ հաճույք է որևէ կորպորատիվ միջոցառմանը ձեզ տեսնելը։ Չեմ կարծում, իրականում դժվարանում եմ այդ տեսակ հարցերին պատասխանել, քանի որ դա մի փոքր հարաբերական բան է։ Կնշեմ, որ հաճախորդների հետ ֆինանսական կողմի հետ կապված հարցերը մշտապես համապատասխանեցնում ենք, այսինքն ամեն ինչ անում ենք, որպեսզի ձեռնտու և հասանելի լինի։ Իսկապես աստղաբաշխական գներ գոյություն չունեն իմ պարագայում։ Եղել են դեպքեր նաև, որտեղ տվյալ միջոցառումը վարել եմ բարեգործական հիմունքներով կամ պարզապես նվեր եմ արել տվյալ օրվա հերոսներին։ Օրինակ, Զորամասում մի զինվորի խոստացա, որ նրա հարսանիքը ես պետք է վարեմ ու բոլորովին վերջերս խոստմանս համաձայն վարեցի նրա հարսանիքը։
Միայն ձեզ հարմար ֆինանսավորման դեպքում եք համաձայնվում զբաղվել տվյալ միջոցառման հանդիսավարությամբ, թե ունեք նաև այլ սկզբունքներ։ Ոչ, ես ներողություն եմ խնդրում, բայց ոչ բոլոր կորպորատիվ միջոցառումներին եմ համաձայնվում մասնակցել։ Ինձ համար մեծ նշանակություն ունի վայրը, կազմակերպվածությունը, երեկոյի ընթացքում պարային և այլ համարները։ Հեռուստատեսային ծրագրերի համար գաղափարներ չկան։ Հեռուստատեսությունը գողանում է օրվա 18-ից 20 ժամը, իսկ իմ աշխատանքները շատ են և այդքան ժամանակ չունեմ, որպեսզի նվիրեմ հեռուստատեսությանը։ Այժմ չկան նման ծրագրեր, բայց լինելով հեռուստատեսության մարդ, միանշանակ կգա ժամանակ, երբ հետաքրքիր նախագծերով կներկայանամ հեռուստադիտողին։ Իսկ հետևում եք այսօրվա հայկական հեռուստատեսությունների աշխատանքին, ուզում ենք ձեր գնահատականը լսել։ Որոշ չափով հետևում եմ, իհարկե չեմ հասցնում բոլոր ծրագրերը դիտել, հիմնականում լրատվական, տեղեկատվական ծրագրերն եմ դիտում։ Ժամանակին շատ էի հավանում R-News հեռուստաալիքը, երբ դեռ ոճային փոփոխության չէր ենթարկվել։ Այն ժամանակ կային ծրագրեր, որ նույնիսկ սպասում էի, թե երբ են հեռարձակվելու։ Պարոն Գրիգորյան, Հայաստանի ձայնը նախագծից հետո, երբ մասնակցում էր ձեր դուստրը՝ Նարեն, թվում էր, թե մեր շոու բիզնեսը ավելանալու է նոր ձայնով, իդեմս նրա։ Ինչն է այդ ոլորտում Նարեի պասիվության պատճառը։ Պետք է մեկ անգամ էլ ասեմ, որ ես ինքս եմ ցանկացել, որ Նարեն նախագծից դուրս գա։ Նարեն Երգի պետական թատրոնի մեներկչուհի է։ Շուտով մեկնելու է Եվրոպա հյուրախաղերի, իսկ որպես անհատական երգչուհի Նարեին հանդիսատեսը դեռ անպայման կտեսնի։ Գուցե մի փոքր ուշացնում ենք, բայց միանշանակ կգանք դրան։ Ձեր կողմից հայրական հորդոր կա, որ Նարեն չկանգնի և անպայման գործի այդ ոլորտում։ Միանշանակ, եթե նա շնորհ ունի, անհատականություն է, ուրեմն ինչու թողնել, որ այն կորչի։ Չէ՞ որ այսօրվա մեր երգիչ-երգչուհիները շատ նման են իրար, թե երգեցողությամբ, թե կատարողականությամբ, թե հագուստով և թե սանրվածքով, իսկ ես Նարեի մեջ տեսնում եմ այդ։ Հանդիսավար լինելն ամեն մարդու գործ չէ, և քանի որ գնում այնքան Հայաստանում շատանում են հանդիսավարները, ում վստահել կարևոր առիթները և ինչու։ Այս հարցերի պատասխանը և ոչ միայն հանդիսավար Սամվել Գրիգորյանի հետ։ Մեր օրերում, քանի գնում այնքան շատանում են հանդիսավարները, ըստ ձեզ ո՞րն է դրա պատճառը։ Ես դեմ չեմ, թող շատանան, ինչքան շատ լինեն, այնքան լավ, թող բոլորն էլ աշխատանք ունենան։ Կա կարծիք, որ լավ հանդիսավարը լավ վարձատրություն է պահանջում։ Ձեր դեպքում գնայինը որքանով է համապատասխանում որակին։ Որակի մասին դուք ինքներդ պետք է ասեք, իսկ գնայինը բարձր չէ, նորմալ է, համապատասխան։ Առիթների ստացված լինելը մեծ մասամբ հանդիսավարի ձեռքում, որքանով է պարտավորեցնող այս աշխատանքը։ Իմ կարծիքով և համերգները, և մրցանակաբաշխությունները, և մեծ միջոցառումները, հարսանիք, կնունք և այլն, ամեն ինչ կախված է հանդիսավարից։ Ինչպես անցկացնի հանդիսավարը, այնպես էլ կընթանա երեկոն։ Իմ կարևոր առիթը ինչու պետք է վստահեմ հենց ձեզ։ Որովհետև ես շատ լավն եմ, գիտեմ իմ ուժերն ու հնարավորությունները, կարող եմ ստեղծել շատ լավ տրամադրություն, շատ լավ իրավիճակ։